Ողջունում եմ բոլորին։ Այսօր մենք, ինչպես տեսաք, տվեցինք հաշվետու ժողով, ներկայացրեցինք մեր հասարակությանը եւ մեր կամավորներին հաշվետվություն, թե ինչ են կարել վերջի 40 օրվա ընթացքում։ Մեր ձեռ շարժման հիմնադրման օրվանից մինչև այսօր։ Շատ ինձ թվում է հետաքրքիր օրեր ունեցանք, շատ հետաքրքիր դիպվածներ ունեցանք եւ նաեւ շատերդ երևի տեսաք, որ մեզ որպես խորհրդատու միացավ նաեւ աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը, Կարոն Աճեմօղլուն, ով կօգնի մեզ մշակել Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրը։ Կուզենայի լսել ձեր կարծիքը, նաեւ պատրաստ եմ պատասխանել հարցերի։ Շնորհակալություն։ Կարապետյան ի վերջո հստակեցվեց ով է լինելու ձեր վարչապետի թեկնածուն, այդ հարցով ինչ-որ առանձին անապների եւ բանակցություններ ընթանում են, թե չեն ընթանում, եւ դուք ձեր հարցազրույցներում բազմիցս ասել եք, որ համագործակցություն նախկին ուժերի հետ, այդ եւ ուժերի առաջնորդների չի լինելու Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, սա ենթադրում է, որ նաեւ իրենց թիմից անձիկներ գրաված չեն լինելու, որովհետեւ տեղեկություններ կան, որ մասնավորապես Հայաստան դաշինքի որոշ պատգամավորներ ակտիվ բանակցում են մեծ ձևով շարժման հետ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի թիմից սահուն անցում կատարեն ձեր թիմ։ Շնորհակալություն։ Առաջի հարցը վարչապետի թեկնածուի հետ կապված մենք ասել ենք, որ կներկայացնենք քաղաքական կուսակցության, քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ եւ վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ թեկնածուն կլինի ընդունելի եւ շատերը բոլորը կհավանեն նրա թեկնածությունը։ Իսկ երկրորդ հարցը մենք հայտարարել ենք ուժերի հետ նախընտրական որևէ միավորման, ձեր թվարկած ուժերի հետ միավորման չգնալու մասին, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցիչի հետ չեն գնա, այսինքն ինչպես հայտարարել ենք միշտ, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որը ունի մեծ փորձ եւ մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ եւ շարժվենք առաջ իրար հետ։ Բանակցություններ դնում են։ Տվյալ ձեր նշած իրավիճակը այս պահին չկա, բայց մենք պատրաստ ենք շատ ուժերի հետ, շատ թիմերի հետ աշխատել, գնալ առաջ եւ տեսնել, եթե կան պրոֆեսիոնալներ, իրենց ներգրավել մեր թիմ։ Իհարկե երկու նախապայմանով, ինչը ես ասեցի։ Պարոն Կարապետյան, շարունակելով նախկինների թեման, դուք գիտեք, որ նախկին իշխանությունները այս իշխանությունների համար կասած փորձի տանտիկ են ծառայում եւ ցանկացած նոր ձևավորվող ուժ, որը կապում է ինչ-որ ձևով ապելացնում է նախկինների հետ, դառնում է քննադատության տիրախ։ Հիմա գործիքերս նշեց Քոչարյանի դաշինքի կողմից ինչ-որ մարդկանց հետ համագործակցությունը, ես տեսնում եմ Սերժ Սարգսյանի թիմակիցներ հենց հիմա ձեր թիմի հետ եւ ասոցիացիա մարդիկ, որ հենց հիմա ձեր շարքում են այստեղ ձեր հետևում կամ ձեր փոխը կանգնած, չեք կարծում, որ այս ամենը կարող է վնասել կամ հարվածել ձեր շարժմանը, ելի կթիրախավորել ձեզ կապելով նախկինների հետ։ Իդեպ նմանատիպ գրառում կա, մարդիկ նկատել են եւ ասում են, որ մարդիկ են հատուկ ուղարկել ներդրել, դեր մոտ կամ կարող են ուղարկել տարբեր թերերից ներդրել, որպեսզի ձեր շարժումը իրենցով անեն եւ դարձնեն էլի թիրախ։ Ու մի բան եմ, ես ռեժիսոր եմ դեր հարցազրույցի կարգի հետ, ու էլի մոտեցում ուզում եմ հարցնել, դուք որտեղ իշխանության, ի վերջո գնահատական տալու ոչ միայն այս իշխանության իր առածների համար Արցախ համադրելու մյուս պարետարեր երևույթների, այլ նաև նախորդ իշխանություններին անհատապես բոլոր իշխանությունների իրենց գործածների համար, որտեղ նաև այս իշխանությունը նրանց հետևանքն է, նրանց գործածների հետևանքն է։ Ձեր ասած անձնավորությունը ինչքան ես հասկանում եմ, պարոն Շիրազի հետ եք մեր Շիրազը պատերազմի մասնակից, երիտասարդ, ակտիվ մեր անդամներից է եւ իր ակտիվությամբ, իր նվիրվածությամբ մեր գաղափարներին ընդհանուր
Ես կարծում եմ, որ շատերը ուրախ կլինեն տեսնել այսպիսի երիտասարդներ իրենց կազմում։ Պարոն Կարայանի մասին երևի կասեք, պարոն Կարայանը բաց գալու կամ լավ գալու չեմ կարծում, բոլորը ունեն իրենց անցած ճանապարհը եւ բոլորը ինձ թվում է այսօր այն հանգրվանը, որ իրենք տեսնում են, նրանք տեսնում են լավագույն լուծումը Հայաստանի համար։ Կարծում եմ, որ դա շատերը կտեսնեն եւ մենք ուրախ կլինենք շատերը հետ աշխատել։ Երկրորդը գնահատական Լավ, այդ հարցին էլ ասեմ նախորդ իշխանությունների գնահատականը եւ ներկա եւ նախորդ այդ նույն հարցազրույցի ժամանակ ես թվարկել էի գրական կողմերը, կան նաեւ բացասական կողմեր, որոնց հետևանքը եղել է ինչ-որ իրադարձությունները։ Դրա հետևանքների դեմ մենք պետք է կենտրոնանանք, նաեւ պայքարենք բոլոր այդ բացասական հետևանքների դեմ, ինչ մենք ունեցել ենք։ Ամենամեծ բացասական հետևանքը, ամենամեծ բացասական մեր այս խնդրի պատճառը ես իհարկե տեսնում եմ մեր ընդհանուր ժողովրդի արխային ընկնելու մեջ, որ մենք առաջի Ղարաբաղյան պատերազմի արդյունքում հաղթանակը դժվարությամբ տանելուց հետո բավական հանգստացանք եւ մեր ժողովրդի բոլոր զավակները, նրանք ովքեր իշխանության մեջ էին այդ ժամանակ, նրանք ովքեր իշխանության մեջ չէին, եւ այն ակտիվ աշխատանքը չտարվեց, ինչ տարավ մեր հակառակորդը։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կենտրոնանալու ենք խնդիրների լուծման վրա, դրանով իսկ արդեն կպարզվի, թե որտեղ է ճիշտ տարվել, իսկ որտեղ սխալ։ Շնորհակալ եմ, Մարիա ջան։ Պարոն Կարապետյան, ձեր խոսքից նախ խնդրեմ ասեք, թե քաղաքական ուժը երբ է ձևավորվելու, քանի որ նշեցիք, որ հայտարարվի դրա մասին, նաև տեխնացուի մասին կհայտարարեք, ճիշտ եք հասկանում նաև, որ բանակցությունները այլևս ավարտված են տեխնացուի հետ եկել եք մի հայտարարի եւ մի ասեք անունը, բայց ճշգրտող հարց, նախկինում քաղաքական դաշտում տվյալ անձնավորությունը եղել է թե ոչ, ինչպես նաև խնդրեմ իմպիչմենտի օրակարգին անդրադառնանք եւ մենք վերջին հարցերից ասած պարբերաբար հեցի վերաբերյալ ներկայիս կառավարիչը տվյալները հրապարակում նաև նշելով, որ եղել են պաշտոններ, որոնք ընդհանրապես չեն գործել, բայց տարիներ շարունակ աշխատավարձ են ստացել, հիմա իրենք տալիս են ավելի ցածր խավի, այսպես ասած, պաշտոնների զբաղեցնող անձանց եւ նաև անմխիթար վիճակում գտնվող լուսանկարներ են հրապարակում, սրանց վերաբերյալ իրականում հեծը այս վիճակում է եղել։ Շատ լավ, շնորհակալ եմ այս հարցի համար, սա շատ կարևոր հարց է։ Մեր հասարակությանը ընդհանրապես շատ բարդ համակարգ է սակագնային համակարգը, ու այդ համակարգին ծանոթանալը ամիսներ է տևում, բայց կուզեմ պարզացրած ցույց տամ, թե ինչ է կատարվում հեծում եւ ինչ հետևանք է դա ունենում մեր հասարակության եւ լույսի փողի վրա։ Առաջինը, բոլոր խնդիրները, որ բարձրացվել են, բոլորը առանց որևէ բացառության իմիշելով, բոլորը սեփականատերի, սեփական միջոցների մասին է։ Կա երկու ուղղություն՝ սեփականատիրոջ սեփական միջոցներ եւ նաեւ մյուս տարանջատումը, առաջինը սեփականատիրոջ սեփական միջոցներ, երկրորդը մյուս տարանջատումը ընդհանուր սակագին։ Ընդհանուր սակագնի դեպքում մենք հեծը որևէ ծախս անելուց պետք է ստանա թույլատվություն ՀՑԿ-ի կողմից, որի ղեկավարը նշանակում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Թող իրանց աշխատանքը ուրիշի վրա չգցեն։ Իրանք են հաստատել բոլոր գումարները, գնումները։ Բոլոր գնումները, ինչ ծախսվել է, ում տրվել է վճար, մեծ մասը Սամվել Կարապետյանը իր միջոցներով է տրվել։ Ինք մեր ընկերությունը իր միջոցներից է տվել եւ դա սակագնի վրա որևէ ազդեցություն չունի։ Մի հատ տեղ կա, որտեղ ինքը հիմնավորված ինչ-որ բաներ գցե, որը իմ համար է հետաքրքիր, դա ինչ-որ տարածաշրջանում տեղեր ունեցե հավելագրում, որը հիմնական խնդիրներից մեկն է, յուրաքանչյուր ցանցի։ Մենք էլ ենք պայքարել, մենք 10 անգամ ավել ենք գտել, բայց դրա ուղղությամբ եթե իրանք աշխատանք կատարեն, եւ շատ լավ կլինի, բայց մյուս ուղղություններով ինչ իրենք ներկայացրել են, բոլոր տեղերը կա հիմնավորում եւ բոլոր տեղերը շահույթը գնում է Սամվել Կարապետյանի Տաշիր ընկերությունների խմբի գրպանից։
այնպիսի զարմանալի բաներ են ասում մարդկանց, որ մարդիկ մտածեն իրենց գրպանից է դա վճարվում։ Ինչ որ խնդիր կա, այդտեղ, եթե իրենք տեսնում են խնդիր։ Ես այդ ուղղությամբ այդպիսի խնդիրներ չեմ տեսել, ինչ որ ինձ ներկայացրել են։ Ինչ որ խնդիր կա, դա վճարվել է մեր հաշվից։ Մյուս հարցը, լավ վիճակը, վատ վիճակը։ Պատկերացրեք, որ գյուղ գնում եմ, ասում են ջրային ցանցը վատ է, ոռոգման ցանցը վատ է, էլեկտրական ցանցը վատ է։ Չի կարա մի ենթակառուցվածք լինի վատ, մյուս ենթակառուցվածքը լինի իդեալական։ Մենք ձեռք ենք բերել Հայաստանի էլեկտրական ցանցերը այն վիճակով, որ ընկերությունը մոտավորապես 3 ամսվա ընթացքում սրանկանում էր։ Այս մոռացել եք, որևէ մեկը մոռացել է դա։ Ընկերությունը, սնանկացած ընկերությունը բերել եք, առաջարկել են, խնդրել են, որ Սամվել Կարապետյանը գնի։ Մենք հիմա ունենք Հայաստանի ռեյտինգից ավելի բարձր ռեյտինգ ունեցող ընկերություն։ Դա ես չեմ ասում, Moody's-ն է ասում, միջազգային գնահատող անող Moody's-ն է ասում։ Նարեկը չի ասում, կամ ինչ-որ մեկը չի ասում, մեր ինչի ասում։ Հիմնական հարցը նրանում է, որ մեր հասարակությանը պետք է մենք ցույց տանք, պատմենք այս իրավիճակը, որ մարդիկ տեսնեն, որ այն ինչ որ իրանք ուզում են ցույց տալ չարաշահում, չնայած որ 3 ամսվա մեջ այնքան դժվար են 3 բան հանել։ 3 բանից 2-ը մենք մեր հաշվին ենք արել, մեր գրպանից, ավել ենք վճարել մեր գրպանից։ Իսկ երրորդ բանը հետաքրքիր բան էր, բայց դրա դեմ մենք էլ ենք պայքարել։ Ու իմ հիշելով 10 անգամ ավելի շատ ավելագրում ենք հայտնաբերել։ Չնայած որ կարող եմ ասել, որ այդ էլ լավ չի։ 10 անգամն է շատ լավ չի, պետք է ավելի ակտիվացնեինք։ Ինչը կարող եմ ասել, որ մինուսներից է։ Բայց ցանցը Հայաստանի Հանրապետության էլեկտրական ցանցերը գնել ենք սնանք, համարյա սնանք վիճակում, հանձնել ենք շահութաբեր ռեյտինգով էլ իրենց կառավարած բյուջեով երկրի ռեյտինգից բարձր։ Եթե ինչ-որ բան ավել ասելու ունեն, կարող ենք քննարկել, բայց այդ քննարկումը պետք է լինի մասնագիտական, ոչ թե պոպուլիստական, հոդվածտամ, տեսնեմ, որ շատ մարդ է նայել, հետո մերժումը գա, բայց ասեն կարող է ինչ-որ նստված կա մնացել։ Վստահ եղեք, հեծում ինչ արվել է մեր կողմից, ընկերության սեփականատերերի կողմից, եղել է տրամաբանություն դրա տակ, բայց չեմ ասում, որ այդ ընկերությունը չուներ խնդիր։ Այդ ընկերությունը շատ խնդիրներ ուներ, ինչպես ոռոգման համակարգը ունի, ինչպես ջուրը ունի, ինչպես երկրում ճանապարհները ունեն։ Մենք $100 միլիոն ներդրում ենք տարին, մոտապես 800,000 ձեր տներում կտեսնեք հաշվիչները փոխվել։ Կարայինք չանեինք, արել ենք ամեն տարի։ Երբ որ ասում են մի բան թանկ է կառել, հարգելի հայրենակիցներ, շատ պետք է ուշադիր լինենք։ Թանկը մենք մեր հաշվին, մեր ներդրումը երբ որ անում ենք, մենք ենք որոշում, թանկ է կառնում, թե էժան ենք կառնում։ Սակագինի մեջ մտցնելը դա որոշում է պետությունը ու պետական չինովնիկը, ում նշանակել է ԿՊ-ն։ ԿՊ-ն է որոշում, դա մտնում է սակագին, թե չէ։ Բայց եթե ես իմ գումարը դնում եմ, ներդրում եմ անում, ինչու պետք է մեկը գա ասի դու լավ ես անում, վատ ես անում, արի թուրքական առ, հայկական միա, չինական առ, հայկական միա, ես առնում եմ իմ համար, իմ արտադրություններից, լավ եմ անում, որ առնում իմ արտադրություններից, մրցույթով անցնում է, առնում է, եթե թանկ է, մի ընդունեք, ձեր նշանակած պաշտոնյանը ընդունողը, ու սա եղել է վերջի 7 տարիների ընթացքում, եթե ուրիշ հիմնավորում արգումենտ կա, խնդրում եմ տվեք, բայց տվեք հիմնավորված, շնորհակալություն։ Բանակցությունները չեն ավարտվել, բանակցությունները նախնական փուլում են, ոչ թե ուժերի հետ, այլ ինչ-որ ավելի մեծ շրջան կազմելու, չեմ ուզում ավելի մանրամասն ասել, իսկ քաղաքական ուժի հետ կապված տարվա սկզբին ինձ թվում է մենք ունենանք արդեն նորություններ։ Շնորհակալ եմ։ Պարոն Կարապետյան, դու հաջողություններ ասացիան պայմանավորված է դրանով, որ ընտրություններից առաջ հայտարարվեց քաղաքականների կողմից, որ ԿՊ-ի հետ համագործակցություն բացառում է։ Արդյոք դուք պլանավորել եք մտածություն անել հայտարարության նախաձեռնության կողմից գալու, քանի որ դրանով ըստ
խմբի կեղծումի բաժիններից եւ ասենք թե այսօր հայտարարվեց, որ երկրորդ շաբաթ հանրավատ լինելու հանրապետության հրապարակում Սամվել Կարապետյանի կամքի երկարացում առաջ Այո, երկրորդ շաբաթ լինելու է հանրահավաք եւ երբ ի աջակցություն, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եւ բոլոր խաղ բանտարկյալների։ Ինչ վերաբերվում է առաջի հարցը, իրական ընդդիմությունը տարբերվում է ոչ իրական ընդդիմությունից մի բանով, որ նա ոչ թե ուղղակի քննադատում է, բայց վերջում միանալու է իշխող ուժին, այլ նա պրինցիպիալ մի հավատամք ունի, որ իշխող ուժը պետք է չմնա, առավել ևս այնպիսի իշխող ուժ, ինչպիսին է Հայաստանում այսօր իշխող ուժը։ Մենք մի կոնսենսուս ունենք բոլոր ընդդիմադիրների հետ, իշխող ուժի հետ որևէ համագործակցություն պետք է չլինի։ Մնացողը արդեն կոնսենսուսից դուրս է։ Շնորհակալություն։ Հաջորդը Ստեդան Մակարյան, ABC News, Գարնաջան, տեսակետ Պարոն Կարապետյան, դուք արդեն նշել եք, որ չեք համագործակցում երկրորդ և երրորդ նախագահների հետ, ինչու հստակ չեք ասում առաջին նախագահի համագործակցության մասին ձեր դիրքորոշումը եւ եթե ստացվի այնպես, որ ինչ-ինչ պայմաններով այս իշխանությունը նորից մեծամասնություն հավաքի, այդ պարագայումով չեք համագործակցի երկրորդ և երրորդ նախագահների հետ։ Պատասխանեմ, ինչպես նախորդ հարցում նշեցի, յուրաքանչյուր ընդդիմության համար հիմնական հարցը, արմատական հարց է, որպեսզի ընդդիմադիր բոլոր գործիչները ոչ մի ձև չհամագործակցեն իշխանության հետ։ Եթե մեր որևէ քայլ կարող է աջակցել նրան, որ ընդդիմությունը տարանջատվի եւ իշխանությունը կարողանա պահել այն, իշխանությունը կարողանա, իշխող ուժը կարողանա իշխանություն պահել, իհարկե մենք դրան դեմ կլինենք։ Մենք տեսնում ենք, որ այդ կոնսենսուսը պահելու ենք, անելու ենք ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն։ Ինձ թվում է նա ավելի լավ ընդդիմություն է, քան իշխանություն։ Անի Գևորգյան, Նյուդերի Պարոն Կարապետյան, երբ դուք հարցազրույցներ եք տալիս կամ հայտարարություններ եք հանդես գալիս, իշխանության ներկայացուցիչները անմիջապես անցնում են գրոհի, հիմնականում փորձում են ծաղրել, փորձում են կրկնել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, չնայած Նիկոլ Փաշինյանը նաև սպառնում է, ես ուզում եմ հիշեցնել նրա խոսքերը Սամվել Կարապետյանին ուղղված, որ Հայաստանը խոպան չէ, պետության համը բերանները կմնա, դուք մարզերի հայցեր եք կատարում։ Ընդհանուր տրամադրվածությունները ինչպես է, պետության համարում բերանը կմնայստերության, և մի կարևոր հարցեր եմ ուզում, չնայած որ մասամբ արդեն անդրադարձավ, սովորաբար ընդդիմություններից առաջ ժողովրդին շատ ուժեղ նաև խաբում են ու հետո ինտեր սուրպրիզներ են լինում։ Հիմա կարող է ձեր պարագայում լինի ու հանկարծ կարծվի, որ Ռոբերտ Քոչարյանը ձեր միջոցով հավակնում է կրկին մեծամասնություն լինել խորհրդարանում, որպես ընդդիմություն մեծամասնություն։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցը հիշեցնեմ։ Հիմներում ինչ տրամադրության Ինձ միշտ զարմացրել է աշխատանքային ժամերին, ինչով են զբաղված մեր պաշտոնյաները, որովհետև ես մասնավորի մեջ եմ եղել միշտ ու հավատացեք աշխատանքային ժամերին այնքան ժամանակ չեմ ունեցել, որ կոմենտ գրեմ առավոտից իրիկով ինչ-որ ընդդիմությանը լսեմ ու կոմենտ գրեմ։ Իշխանության ղեկը իրենց ձեռքն է։ Եթե թող ընդդիմությանը մոռանան, իրենց զբաղվեն այն հարցերով, որը հիմքերը, ընդդիմության բոլոր հիմքերը կզրոյացնի, այսինքն զբաղվեն երկրի բարեկեցությամբ, գյուղատնտեսությամբ, հազար ուրիշ հարցերով։ Facebook-ից դուրս գան, զբաղվեն գործով, այնպիսի տպավորություն է, որ մեր պետական ամբողջ մեքենան երկու բան է անում։ Կոմենտա գրում, ստատուսա գրում ու ասֆալտ անում։ Մեր պետությունը, մեր ամբողջ պետական համակարգը ասֆալտ անելու մասին չի, էլի։ Բացի ասֆալտի նկար գծելուց, մի որակական բան թող ներկայացնեն, մենք էլ ուրախ կլինենք դա փաստենք, մենք պրինցիպիալ լավ լուրերը ասելու կողմնակից ենք, որովհետև դա հույս է տալիս մեր հանրությանը, որ Հայաստանում
կա հետաքրքիր պերսպեկտիվա, ապագա։ Ասեմ սենց, միայն մի սխալով, որ երկի ղեկավարը արեց, ես նշել էի դպրոցների ուղղությամբ, նա մոտ $100 միլիոն մինիմում վնաս է տվել Հայաստանի Հանրապետությանը։ Ես կարող եմ թվարկել 3-4 այդպիսի սխալ, որով ոչ թե թալան, այլ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում խալատность վարկա, անպտության արդյունքում մասնագիտական հնարավոր է եղել կորցնել ավելի մեծ գումարներ։ Ինչ վերաբերվում է թալանը հետ բերելուն, թող բերեն, մենք ուրախ ենք, թող հետ բերեն, ինչքան կարան, թող հետ բերեն։ Շատ լավ, ես շատ պերսպեկտիվայով մեծ ուժեր եմ տեսնում, հուսով եմ, որ կստացվի, իրենք էլ կանցնեն, իհարկե գնահատելի այն գնահատականը, որ ստացել են, մենք ունենք այդ կոնսենսուսը ու նաև ինձ չի թվում, որ մենք մեծ հավատամք ունենք, որ մենք հավաքելու ենք այնպիսի բազային, այնպիսի աջակցություն մեր հասարակության կողմից, որը պարզ կդարձնի մեր հասարակությանը, որ ով է լինելու ընդդիմության հիմնական գործոնը։ Մեր ամբիցիանը դա, մենք գնալու ենք դրան։ Շնորհակալ Պարոն Կարապետյան, իսկ առաջ կա շատ ամիսների մինչև հաղթանուշ, ստեղծեցուցա կարող եք այստեղ դեզուշ տանում, նորից վարչապետի տեխնացուի հետ կապած, բայց այս անգամ բացառական կարգով։ Ձեր տեխնացությունը արդյոք քննարկվում է վարչապետի տեխնացու լինելու անվանքի շրջանակում, եւ երկրորդ ուզում եմ ձեր ելույթին անդրադառնալ, դուք նշեցիք, որ տնտեսական ծրագրերով պետք է շատ խոսենք եւ քաղաքական սկսել են մարդիկ միայն իրենց մասին խոսել, միմյանց մասին խոսել։ Տեսեք, հետիք գործունեությունը ամբողջ օրում տնտեսական է, բայց քաղաքական որոշման արդյունքում հետ կապված ամբողջ գործընթացները տեղի ունեցան։ Այսինքն դուք եթե Հայաստանի սերտաճած է քաղաքականություն ու տնտեսությունը, ինչպես է մաքուր տնտեսական քաղաքականություն վերցնելու։ Շատ լավ, առաջին հարցին երևի հղումը կտամ նախորդ հարցերից մեկին, որ ասել եմ, որ հունվարին պարզ կլինի, երկրորդ հարցը շատ հետաքրքիր հարց էր, հետի հետ կապված, պատասխանեմ կարևոր բան, երբ որ պրոֆեսիոնալներն են կառավարում, նրանք խոսում են կոնկրետ զարգացումից, էներգետիկայի զարգացումից, մեր էներգետիկան շատ մեծ մարտահրավերներ ունի, ավելի շատ մարտահրավերներ վատ իմաստով չէ, շատ լավ իմաստով, մեծ պերսպեկտիվաներ ունի ու շատ զարգանալու տեղ ունի։ Ցանկալի կլիներ, որ չքաղաքականացնեին նաև հետի հետ կապված հարցերը եւ զբաղվեին հենց կոնկրետ տնտեսական գործունեությամբ։ Հենց իմ ասածն էլ դա է, որ նրանք անգամ տնտեսական գործունեության պարագայում քաղաքականացնում են այդ։ Ոչ թե փոխելու եք մարդկանց համոզել համարվելու շարքերը, այլ լսել նրանց։ Հետաքրքիր է, թե այս մեթոդով մոտավորապես որքան մարդ է արդեն համարվել նախաձեռնության շարքերը, եթե կարող եք տունը մոտավորապես թիվնիչեցրեք, ինչի հետ գործում եք և ձեր երեկվան տեղադրված կարգի հարցերի շրջանակներում հայտարարել եք, որ սիրում եք յուղեր գնալ, որտեղ անկասեցում եք ձեր պես հասարակ մարդկանց։ Հետաքրքիր է, թե ձեր մարզային այս ակտիվացիաների ընթացքում ինչ հիմնական հարցեր եք հասցրել արդեն և ինչ տպավորություն եք ընդհանրական ստացել հարցի ակտիվից։ Շատ բան, շնորհակալ եմ։ Ելույթում նշեցի, որ արդեն 5000 մարդ միացել է շարժմանը, ամեն օր մենք ունենք աճ։
հետաքրքիր է ամեն մարզային այցելությունից հետո մենք ունենք մի քիչ ավելի դինամիկ աճ, առաջին 2-3 օրը, որովհետև մարդիկ արդեն ծանոթանում են ու գալիս են։ Մարզերում բավական հետաքրքիր բանի առերեսվեցին, որ մարդիկ հիմնականում շատ են իշխանությանը չաջակցող մարդիկ, ընդդիմադիր մարդիկ։ Այդ պատճառով մենք տեսնում ենք, որ անգամ մարզերում այն մոնոպոլիան քաղաքական, որ ուներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերջի 7 տարվա ընթացքում մոտենում է իր ավարտին, քանի որ ժողովուրդը հասկացել է, որ մարդիկ զբաղվում են մենակ կոմենտ գրելով եւ ասφalt անելով։ Ինձ թվում է, որ նրանք ավելի երկարաժամկետ որևէ ծրագիր դեռ չեն ներկայացրել մարզերի մեր բնակիչներին։ Շնորհակալ եմ։ Մարզերի խնդիրները, եթե հետաքրքիր է, կարող եմ ներկայացնել։ Օրինակ Արարատյան դաշտում հիմնական խնդիրը դա բերքի մտերման հարցն է, որը միշտ կա։ Ես խոսքերից մեկում մի անգամ ներկայացրել եմ, որ քաղաքացիական պայմանագրի կառավարման ժամանակ 7 տարվա ընթացքում գյուղատնտեսությունը իրական արժեքով անկում է ապրել 10%-ով։ Բայց մենք հարյուրավոր միլիոն դոլարներ պետական բյուջեից տվել ենք գյուղատնտեսությանը։ Սա նշանակում է, որ բռնել ենք սխալ ճանապարհից եւ պետք է հիմնական ֆինանսավորումը կատարենք մտերման կայանների, որպեսզի Արարատյան դաշտում մտերման կայանների հարցը լուծվի։ Մնացող բոլոր ռեգիոններում համարյա որտեղ չկա հանքարդյունաբերություն, կա մեծ գործազրկություն։ Շնորհակալություն, Ալբանից Արտոնի Գալստյան։ Պարոն Կարապետյան, երկու հարց ունեմ, մեկը խաղաղության վերաբերյալ է, Վաշինգտոնյան բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը առաջին բաց չի թողնում, որ հայտարարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել, մեր ձեռով շարժման բանաձևավորն է, այլընտրանքը որն է Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, եւ երկրորդ հարցը Արեգան քիչ առաջ հայտարարեց, որ առաջարկում եք արտաքին քաղաքականության նոր բովանդակություն, ինչ բովանդակության մասին է խոսքը, մանրամասներն է։ Արեգան նաև նշեց, որ մենք չենք սկսելու զրոյական կետից, որտեղ մարդ կար, որ սկսել էր զրոյական կետից եւ մենք բավական մտահոգիչ հետևանքների առերեսվեցինք։ Պետք է շատ զգույշ լինենք խոսելուց այն պայմանավորվածություններից, որը ձեռք է բերվել, ուսումնասիրվի դրա պրակտիկությունը, իրագործելիությունը, որից հետո մենք արդեն կառաջարկենք մեր տեսլականը ունենալով զարգացման երկու ուղի։ Եթե կողմերը պահելու են այդ պայմանավորվածությունը եւ ներկայացված ձևով է պահվելու զարգացման ուղի արտաքին քաղաքական մի ձև է, եթե չեն պահելու ուրիշ ձև է։ Խաղաղությունը բոլոր հայաստանյան բոլոր ուժերը ինձ թվում է այստեղ էլ կոնսենսուս ունեն, որ խաղաղությունը այլընտրանք չունի, մեր բանաձևը այս պահին հասկանալ այն եռակողմ հայտարարության, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես վկա էր հանդես եկել, հետևանքները եւ իրագործելիությունը, որովհետեւ շատ պայմանագրեր են եղել, որ չեն իրագործվել։ Ստորագրվել է, բայց չեն իրագործվել։ Ուզում եմ հիշեցնել նաև 44-օրյա պատերազմում միջնորդ Ամերիկայի ղեկավարը հնարավորություն ունեցավ միջնորդել, սակայն ադրբեջանական կողմը չպահեց դա։ Այդ իսկ պատճառով մենք պետք է սպասենք, հասկանանք իրագործելիությունը, ըստ դրա գնանք մյուս քայլերի։ Անգարավետյան, ես ուզում եմ անդրադառնալ քաղաքականների խնդրին։ Օրերս այսպեսի շրջանում հաղորդակի է պետության դրամներով հանդես գալիս միջազգային հայտնի փաստաբանը Ռոբերտ Ամստերդամը։ Նա հերթական անգամ վերջին իր գրառման մեջ շեշտում է, որ արևապատը Սաղ Կարապետյանը քաղաքական է եւ այնտեղ գույություն չունի ուղղակի արդարադատության մասին խոսելու չի կարող։ Եվ շատ կարևոր մի շեշտադրում ես նկատեցի նրա այդ գրառման մեջ։ Նա կոչ արեց հայ ժողովրդին պաշտպանել Սամվել Կարապետյանին եւ հայ գիտելություն։ Դուք չեք կարծում, որ այս կոչը նշանակում է հետեւյալը, որ դուրսն անգամ նկատում է, որ ներսում հանրային դաշտում չկա համապատասխան ընդվզում ի պաշտպանություն քաղաքականների եւ այս տեսանկյունից մեղադրելի չեն այս արդյոք ընդդիմության քայլերը։ Սա բաց թողումը չեք համարում եք ընդդիմության, որը չունի համապատասխան ծրագիր, հանդես չի գալիս համապատասխան ճանապարհային քարտեզով
բանտերը լցված են բանտարկյալները տարիներ շարունակ, մենք չենք տեսնում համարժեք քայլեր, համարժեք գործողություն, ինչու չի այդ ակտիվանում փողոցը, գուցե նաև այդ ակտիվացումը ինչու ոչ նպաստել դատավոր դատախազ քննիչների այդ անարդար որոշումների զսպելուն եւ ինչ եք դուք պատրաստվում այդ առումով անելու փողոցի ակտիվացման հետ կապված ի պաշտպանություն մեծ բանտարկյալների հասարակության մեջ առանց դրա հասարակության մեջ հարցումների բոլոր հարցումների արդյունքում մեր հասարակության 70-80%-ը դեմ է արտահայտվել Սամվել Կարապետյանի եւ սրբազանների կալանավորմանը։ Դա ցույց է տալի մեր հասարակության պատասխանը այն մարդկանց, ովքեր մտածում են, թե իրենք արդեն 5 պակաս միանձնյա իշխող են այս երկրի եւ մոռանում են, որ այս երկիրը ունի ժողովրդավարական տրադիցիա եւ երբևէ այս երկու միանձնյա իշխանություն 10-ից ավել տարի չի ունեցել ոչ մեկ։ Մյուս հարցը բողոքը ինձ թվում է հավաքները եկող շաբաթ ի աջակցություն Սամվել Կարապետյանի ցույց կտան, որ փողոցը դեռ գործոն է։ Մենք գնում ենք ճանապարհով, որը ավելի շատ նախընտրական, ընտրական լուծումներով պետք է հանգեցնի այս իշխանության քաղաքացիական պայմանագրին իշխանությունից հեռացնելու եւ ընդդիմություն սարքելու ճանապարհով, բայց նաեւ Երևանյան փողոցը իր խոսքը միշտ ասում է շատ կարևոր ժամանակահատվածում Երևանյան փողոցը կարող է կարևոր որոշումներ կայացնել, երբ որ մարդկանց իրավունքները այսպիսի խստիվ, այսպիսի կոպտորեն ոտնահարվում են։ Շնորհակալություն, երկու հարցում են Նատալի Մոկոչյան եւ Գարնես Սարոպետյան, ընտրեն հատից ծովակը։ Նատալի Մոկոչյան, ուսանողական Կարապետյանի հետաքրքիր ակնկա շարժման ռազմավարական պլանը մասին ու ելնումը իհարկե 2026 թվականի իշխանների համար։ Շարժման քաղաքական ռազմավարական պլանը թե ծրագրային թե քաղաքական։ Ծրագրային պլանը կա, այսինքն ինչ ենք մենք առաջարկում, զարգացման փուլում է, վերջնական առաջարկը կլինի արդեն քաղաքական հայտի ժամանակ։ Շնորհակալ եմ։ Ես առանց դրա էլի բարձրից կանգարում ադրածայինը։ Պարոն Կարապետյան, տեսեք, իշխանությունը ձեզ եւ համարյա ընդդիմադիր դաշտին, մյուս ընդդիմադիր ուժերի մասին, այսպես քննադատելիս նրանց մշտապես ասում են, որ նրանք Հայաստանը միութենական պետություն քարշ տվող ուժերն են։ Հատկապես Սամվել Կարապետյանի առաջնորդած այս ուժի մասին են դա ասում եւ այնպես են ներկայացնում ընտրողների եւ հանրությանը, որ այս ուժը եթե դա իշխանության, ապա Ռուսաստանը կգա Հայաստանում իշխանության։ Ես կուզեի օրինակ դուք ասեք միութենական պետության մեջ Հայաստանին քարշ տալու ինչ ծրագիր ուներ, ինչպես է պատկերացնում արտաքին քաղաքականությունը արտաքին քաղաքականությունը առհասարակ Ռուսաստանի հետ հարաբերություններն են գերիշխվելու, Ռուսաստանն է լինելու այստեղ հարցեր որոշողը, թե դուք բազմավեկտեր, բալանսավորված քաղաքականություն եք վարելու։ Շնորհակալ եմ շատ։ Բայց մի հարցեր ունեմ, մեկ էլ խոսեք, խնդրում եմ դաշինքների մասին, ճիշտ է թեկնածուն, վարչապետի թեկնածուն չեք ասում, որ ամենաշատը թերևս լրագրողներից հետաքրքրում, բայց ասեք օրինակ քննարկում եք նաև քաղաքական ուժերի դաշինքով, ոչ թե անհատների, այլ ուժերի դաշինքով մասնակցել ընտրություններին եւ արդյոք Սամվել Կարապետյանի բանտում լինելը բացասական չի անդրադառնա ձեր հնարավոր հաջողության հարցին։ Շատ լավ, երկուսն է շատ լավ հարց են, առաջինը մի քիչ երկար կպատասխանեմ, եթե դեմ չեք։ Դե պիտի ապացուցեք, որ չեք տանում յութը։ Հա, ինչ մեր դեմ, ինչ թեզ պետք է այդ մարդիկ առաջ բերեին։ Հիմնականում օպոնենտների դեմ բերում են թեզեր, որոնք վախեցնում են հանրությանը, որ փորձեն վախեցնել։ 21-րդ դարը մենք բոլորս ազատության սերունդ ենք այստեղ։ Այսինքն մեզ չեք այսինքն։ Այո,
ուրեմն բանը ազատության սերունդ ենք, իհարկե Սարգիսը հասկանալով մարդում ենք, որ իրենք կարող են այդ հղումը անել, բայց շատ կարևոր է, որ արդեն սովետական միությունը փլուզվել է անվերադարձելիորեն։ Սովետական միության փլուզման մեջ արմատական դեր է ունեցել Հայաստանի Հանրապետության այսօրվա հասարակությունը Ղարաբաղի շարժումը։ Եվ դրանից հետո այն ազգային ինքնագիտակցությունը, որին մենք հասել ենք, թույլ չի տա այստեղ գտնվող որևէ մեկին վտանգի տակ դնել 1000 տարի հետո վերականգնված անկախությունը։ Ինչի մասին է խոսքը, դա քննարկելի է ուղղակի, որ անկախության սերունդը, նոր երիտասարդությունը հարցի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Միութենական պետությանը դեմ է։ Նախորդ անկախության կորուստը մենք վերականգնեցինք 900 տարի հետո։ Յուրաքանչյուր տերմինին դեմ ենք, եթե դա մեր սուվերենության կորուստի մասին է։ Կողմ ենք միայն տնտեսական ինտեգրացիաներին եւ այն ուղղություններով նաեւ, որը թերագնահատվել է։ Մյուս բանը, ինչպես նշեցիք, շատ կարևոր է նաեւ կուզեի ավելացնել առաջի հարցից։ Դուք ասացիք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կուզեմ մեկ անգամ էլ ասել։ Շատ կարևոր է հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ, բայց կա մի հատ հարց։ Մենք պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը, որովհետեւ ամեն ինչ որ ժամանակը մեկ կարող է քո հիմնական դաշնակցի մոտ լինի վիճակ, որը քո անվտանգային խնդիրներ կարող է քո համար ստեղծել։ Դրա համար ավելի լայն դաշինքները միջազգային Հայաստանի համար ընդունելի է։ Կարողացած չէ։ Օրինակ դուք պատկերացնում եք արևմուտք ձեր հատվածությունը այնպես, ինչպես օրինակ ԿՊԱ-ականներն են ներկայացնում, չէ՞, իրենք իրենց արևմտյան ուժի գրով են ներկայացնում։ ԿՊԱ-ականները ճիշտ եք ասում, ներկայացնում են իրենց արևմտյան ուժի գրով, որովհետև ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում իրենք չկարողացան հարաբերություն ստեղծել։ Արևմուտքում կարողացան մի քանի անգամ հանդիպում ունենալ, բայց եթե իրենք կարող են Հայաստանի համար լուծել այն տնտեսական հարցերը, որը ժամանակին արևմուտքը լուծել է, օրինակ Չեխիայի համար, նստենք քննարկենք եւ ուղղակի մեզ գովազդն են ցույց տալի, բայց տակը բան չկա։ Սա ուղղակի մենք վճարելու ենք դրա համար, բայց ստանալու ենք ոչ մի բան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իմ խորին համոզմամբ ունակ չէ Հայաստանի համար ապահովել այնպիսի աջակցություն, տնտեսական եւ ոչ միայն, ինչպիսին ժամանակին ստացել է Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը։ Այս պարագայում արևմուտքից այս պարագայում մենք տեսնում ենք, որ մենք ունակ ենք տնտեսական այնպիսի հարաբերություններ հաստատել այդ երկրների հետ, որ մինչև այսօր չի եղել։ Ճիշտ է, դա դժվար չէ, որովհետև հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են։ Օրինակ Ֆրանսիայի հետ առևտուրը $100 միլիոն է Հայաստան։ Մեծ հերոսություն չի լինի մեզ համար Ֆրանսիայի հետ առևտուրը մեծացնել, բազմապատկել 2 անգամ օրինակ, բայց անգամ դա է ձեռք բերում։ Մենք պետք է եւ վստահեցնում եմ ձեզ, արևմտյան երկրների հետ տնտեսական հարաբերությունները կզարգանան ավելի դինամիկ, քանի որ երկրում լինելու է ավելի տնտեսապես ավելի պատրաստված իշխանություն։ Մյուս հարցը կոալիցիաների հետ կապված։ Կոալիցիաների եւ Սամվել Կարապետյանի բանտում լինելու հանգամանքը։ Սամվել Կարապետյանի բանտում լինելու հանգամանքը բացասական է ազդելու, իհարկե, մեր գյուղեր, որ այցելում ենք, մարդիկ իրեն են հարցնում, իրեն են ուզում տեսնել, քաղաքում էլ ինձ ով տեսնում է, դա է հարցնում։ Մեր իշխանության հաշվարկները երևի դրանում են, բայց մեր իշխանությունը մի բան հաշվի չի առել, որ արդարացիության գաղափարը մեր հասարակության մեջ բավական բարձր է եւ ամեն ավել օր, ինչ Սամվել Կարապետյանին իրենք պահում են, այսպես ասած KGB-ի պատվալում, իրենք հասարակության աչքին կորցնում են արդարության վերջին նշույլը եւ Սամվել Կարապետյանը իր պրինցիպիալ դիրքով արժանանում է մեր հասարակության այն մարդկանց, ում մենք տեսնում ենք աջակցությանը։ Դա
մենք տեսնում ենք համընդհանուր, մարդիկ հասկանում են, որ նա չի գնում գործարքի, եւ մարդիկ գնահատում են դա, որտեղ հասկանում են, որ նա իր համար չի, որ չի գնում գործարքի։ Կոալիցիաների հետ կապված ընդլայնումներ ինչ որ տեսակետից մենք տեսնում ենք, բայց կոալիցիաների մասին չեմ կարող ասել։ Ավելի շատ կուզենայինք խոսենք հունվարին անհատների հետ կապված ընդլայնումներ տեսնում ենք, իսկ կոալիցիաների հետ կապված հունվարին արդեն ինձ թվում է պարզ կլինի։ Բանակցություններ կան։ Կա մտքերի փոխանակում առողջ ուժերի հետ, հետաքրքիր ու ընդհանուր ընդդիմադիր դաշտը բավական հետաքրքիր է Հայաստանում պատրաստված եւ կա հետաքրքիր մտքերի փոխանակում այն ուժերի հետ, որոնք որ ունեն պոտենցիալ եւ մեր տեսլականները ինչ որ առումով համընկնում են։ Շնորհակալություն, վերջին հարցը օրագիր նյուս Ֆրանսիայում դատական գործընթաց է իրականացվում, որով ցանկություն կա, որ պետականացնելու Սամվել Կարապետյանի պատկանով անձնատունը։ Ըստ Ֆրանսիայի պետության այն պատկանում է իրականում Ռուսաստանի Իրաքական լեռնի շուտին։ Ինչ կարծեք այս գործընթացի վերաբերյալ։ Պատասխանել եմ այդ հարցին մի անգամ, երեք ոնց որ հարցազրույցի ժամանակ կարող եմ ասել, որ ստուգման փուլում է, դա մեր ուղիքն է, պատասխանել եմ այդ հարցին, չեք լսել։ Խաղումը կուղարկենք, կարծիքս նույնն է, ինչ վերաբերվում է արևմուտք արևելք խնդիրներ կան, կա հակամարտություն եւ այնտեղ կան նաեւ ինչ որ առումով տարբեր երկրների գործարարների շահերի սահմանափակման խնդիրներ։ Հայ գործարարները որպես պատմականորեն համ արևմուտքի համար ընդունելու, համ արևելքի համար երբեմն հայտնվում են այդ երկու կենտրոնների արանքում գտնվող կամուրջի վրա։ Շատ ժամանակներ դա մեզ օգնել է, ինչպես հնդկական, հայկական ընկերությունները Հնդկաստանի եւ հիմա էլ նաեւ եւ շատ ժամանակներ երբեմն դիսկոմֆորտ է ստեղծում, որը լուծվելու է։ Շնորհակալ եմ։